Պատմական թե սովորական հանդիպում ինչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա։ Արդյոք Հայաստանն ու Թուրքիան ավելի լավ են հասկանում միմյանց։ Ինչու ձախողվեց ֆուտբոլային դիվանագիտությունը։ Ինչ վստահություն է ներշնչում հայ-թուրքական նոր շփումը։ Եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը։ Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր։ Եվ այցը անցկացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով։ Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց։ Ընդդիմությունը այցը քննադատեց, իշխող ուժը այն պատմական համարեց։ Անկախ տարաձայնություններից եւ վերջո ինչ արդյունք ունեցավ այդ այցը։ Այս եւ այլ հարցեր քննարկենք Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Սամվել Ֆարմանյանի հետ։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու համար, բայց մինչ քննարկումը ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Ստամբուլում էր Թուրքիայի նախագահի հրավերով։ Մինչ այս Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով եղել էին Թուրքիայում, բայց առաջին անգամ էր, որ այցը կայանում էր հենց երկկողմ հարցեր քննարկելու օրակարգով։ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Թուրքիա։ 3 տարի առաջ Հայաստանի վարչապետը կրկին թուրքական կողմի հրավերով Անկարա էր մեկնել ներկա գտնվելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթմնակալության արարողությանը։ Առաջին անգամն էր, որ Հայաստանն այդ արարողությանը մասնակցում էր պետության ղեկավարի մակարդակով։ Անկախությունից ի վեր Հայաստանը Թուրքիայի նախագահի երթմնակալությանը մինչ այդ միայն մեկ անգամ էր մասնակցել 2014-ի ամռանը արտգործնախարարի մակարդակով։ Վարչապետի վերջին այցը Թուրքիա հայ հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց։ Եղան քննադատություններ, իշխող կուսակցությունն էլ այցը պատմական որակեց։ Այդ ընթացքում Թուրքիայում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով արդեն հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ միասին մասնակցել էին Թուրքիայում ադրբեջանական թաղամասի բացման արարողությանը։ Դեռ Փաշինյանը Երևանում էր, երբ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, բայց Հայաստանի վարչապետի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը անդրադառնալով հայ-ադրբեջանական հարցին նշել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին։ 3 տարի է, ինչ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում նկատվում են ակտիվ շփումներ։ 2022-ին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այդ պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները քննարկել են շատ այլ հարցեր եւս, այդ թվում Անիի կամրջի վերանորոգումը։ Պատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա տեղի ունեցավ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին։ Այդ ընթացքում քաղաքագետները նշում էին, որ այդ իրավիճակը կարող է նաև անվտանգային ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։ Մինչդեռ Հայաստանի ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ընդհանրապես ռիսկերը չեզոքացնելու գործում քայլերից մեկն էլ վարչապետի այցն է Թուրքիա։ Մինչ երեկոյան Ստամբուլում կկայանար Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը կեսօրին հանդիպեց Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կարևորեց այդ այցը եւ նշեց, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացված երկխոսության արդյունքում։ Վարչապետը շատ կարևոր համարեց այն, որ արդեն բավական երկար ժամանակ է Հայաստանը Թուրքիայի հետ ունի ուղիղ հաղորդակցություն եւ սա նրա կարծիքով շատ էական եւ կարևոր պայման է, որ Հայաստանը կարող է մշտապես հաղորդակցության մեջ լինել եւ փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ։ Իսկ երկու հարևան պետությունների հարաբերությունները երբ կկարգավորվեն, հետաքրքրվեցին ներկաները։ Վարչապետը հիշեց, որ այդ հարցին պատասխանել է նաև Երևան ժամանած թուրք լրագրողներին։ Ես այնտեղ իմ կարծիքը արտահայտեցի, որ իմ կարծիքով մենք մի ճանապարհի վրա ոտք ենք դրել եւ այդ ճանապարհը ենթադրում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է եւ մեզնից պահանջում է լինել հետեւողական,
շարունակել ակտիվ աշխատել, ակտիվ երկխոսություն պահել։ Այս հանդիպմանը չշրջանցվեց նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման, հնչեցին մտահոգություններ։ Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ դա համարում են Թուրքիայի մեծ Թուրանի գաղափարի իրականացման ճանապարհը։ Հայության այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, անիքի վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում, ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, ասում ենք գնացեք։ Փաշինյանը հույս հայտնեց, որ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից եւ իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները եւ լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին։ Ի վերջո հանդիպումը կայացավ։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին ընդունեց հայ ճարտարապետներ Կարապետ եւ Նիկողայոս Բալյանների կողմից կառուցված Դոլմաբահչե պալատում, որը համարվում է Ստամբուլի ամենամեծ պալատը։ Էրդողանը Փաշինյանին մուտքի մոտ էր սպասում։ Բանակցություններից առաջ երկու երկրների ղեկավարները միմյանց ծանոթացրին իրենց պատվիրակությունների անդամներին։ Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո դռները փակվեցին։ Այդ փակ դռներից ներս տեղի ունեցած քննարկումից հետո կողմերը տարածեցին պաշտոնական այս հաղորդագրությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվեց նաև, որ վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Թուրքական կողմի հրապարակած հայտարարությունների համաձայն էլ հանդիպման ընթացքում Էրդողանը ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի կարևորության վրա։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացման ջանքերին, առաջնորդվելով բոլորի օգտին սկզբունքով։ Անկարան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Դեռ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հույս էր հայտնել, որ Թուրքիայի նախագահի հետ հաջորդ տարի հանդիպումը կկայանա Երևանում։ Նա ասել էր, թե մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան, մասնակցելու 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Եվ այսպես, ինչպես լսեցինք, իշխանությունը ասաց, որ պատմական է այս այցը, ընդդիմությունը քննադատեց։ Սա զուտ օրինաչափություն է, որ մեկը պետք է այսպես ասի, իսկ մյուսը այն քննադատի, թե սրանում կան այլ փաստարկներ։ Պարոն Եղոյան, ձեզնից սկսենք։ Դա այն, որ այցը պատմական է, դա ոչ թե իշխանությունն է ասում, այլ ուղղակի վիճակագրությունն է ասում, անկախությունից ի վեր նման ձևաչափով այց չէր եղել։ Եվ եթե 30 տարին կարողանում ենք անվանել պատմական չափում, եթե կարող ենք այդպես ասել, ապա 35 տարին կարող ենք այդպես համարել, ապա այո, պատմական է։ Անկախությունից հետո 35 տարվա մեջ տեղի ունեցած, առաջին անգամ տեղի ունեցած մի որևէ իրադարձություն, այն էլ քո անմիջական հարևան պետություն երկկողմ այցը, այո, պատմական է, անկախ դրան հաջորդող բովանդակային քննարկումից, բայց այցի փաստը ինքնին նաև իր մեջ ունի բովանդակություն, որովհետև երկու երկրների ղեկավարները կարող են նաև այլ ձևաչափով շփվել տարբեր հարթակներում, միջազգային այցի ձևաչափը ինքնին արդեն ենթադրում է որոշակի բովանդակային առաջընթաց։ Պարոն Ֆարմանյանին լսենք, դուք այս ձևակերպման հետ համաձայն եք։ Ոչ միայն համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ որ կատարում, այն ինքնին պատմական է։
Անցնող 7 տարիները մեր հասարակությանը ապացուցել են, որ այդ մարդը ընդհանրապես արտաքին հարաբերություններում որևէ քայլ կամ նախաձեռնություն դառնում է անմիջապես պատմական, իհարկե բացասական իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է հարցի բովանդակությանը, լրջությանը, անկախացումից ի վեր Հայաստանի միմյանց փոխարինած բոլոր 3 իշխանությունները իրենց հերթին ստեղծված փոփոխական աշխարհակաղակական իրողությունների թելադրանքով ու պայմաններում քայլեր են ձեռնարկել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու եւ միջպետական հարաբերություններ ունենալու համար։ Ինքնագովեշ չընչի իմ աշխատությունը այդ ամբողջը վավերագրած աշխատություններից մեկն է միայն, որ իմ սեղանին հենց հիմա դրված է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի այցելությունը Թուրքիա գնահատել որպես պատմական կարելի է միայն բացասական տեսանկյունից, ինչի նկատի ունեմ, որովհետև սեղանին դրված օրակարգային խնդիրը Հայաստանի արտաքին անվտանգության միջավայրի ապահովումն է եւ դրան ածանցյալ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը։ 3 տարի շարունակ 2022 թվականից սկսած անգամ գնալով Արցախի միակողմանի ճանաչման որպես Ադրբեջանի մաս, անգամ կորցնելով ու հայաթափելով Արցախը, չհասնել Թուրքիայի հետ նշանակալի որևէ կես քայլի, այ ռեպորտաժում ասվեց, չէ՞ որ 22 թվականից սկսած օրակարգում Քրիստինե ջան դրված է թուրքական կողմից փոխադարձ համաձայնությամբ երրորդ երկրների քաղաքացիներին դիվանագիտական անձնագիր կրող մեր հասարակությանը բացատրեմ խոսքի ինչի մասին է։ Օրինակ Հնդկաստանի կամ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները, որ ոչ թե Հայաստանի կամ Թուրքիայի անարգել կարողանան սահմանահատում իրականացնել։ 90-91 թվականից սկսած ամբողջ տարեգրության ընթացքում Թուրքիայի կողմից այս մի քայլը դիտվել է որպես նվազագույն սիմվոլիկ քայլ, որը կարող է արվել։ Արդյոք հնարավոր էր դա այդ արդյունքներին հասնելու Չէ, նախ պարոն Ֆարմանյանի նշած գնահատականները ամբողջովին սխալ են, եթե ոչ սուտ։ Ինչու՞։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իբր աննախադեպ որոշումը։ Ես մի պարզ հարց եմ ուզում տալ, դուք եղել եք Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը, եղել եք հանրապետական կուսակցություն ներկայացնող падգամավոր։ Եթե Հայաստանը չէ ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս, ապա ինչու է բանակցում Ադրբեջանի հետ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերելու մասին։ Այդ մանկական բացատրությունները Նիկոլ Փաշինյանական ոճով կներեք, սա մանկական բացատրություն չի, սա Միսկի խմբի մասնագիտությունը ունեմ, մի երկու ուրիշ մասնագիտություններ ունեմ։ Թուրքական կողմը Դավոսում, Ցյուրիխում ամերիկյան կողմին ոտքերը ընկած խնդրում էր Փաստերը սրան։ Ով ասում դա դուք եք ասում։ Ասում եմ ես որպես վկայություն հարցում արեք ամերիկյան դեսպանությունը խնդրում էր մեկ գյուղ վերադարձնել Ղարաբաղից արձանագրությունները վավերացնելու խոսման դիմաց։ Մեկ գյուղ վավերացնել կամ առավելագույն պահանջը 2 շրջան վերադարձնել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ կարգավորվեն։ Դուք վերադարձրել եք Արցախը, դուք ամբողջությամբ հայաթափել եք Արցախը։ Թուրքիայի բերած բոլոր նախապայմանները, նույնիսկ նրանք, որ թուրքական իշխանությունները մտքի ծայրով նույնիսկ չէին անցնի։ Ինչի մասին է խոսքը։ Արցախը տալվորն է, կներեք, դուք Սերժ Սարգսյանի հարցազրույցները չեք լսում։ Դուք Սերժ Սարգսյանի խոսքերը չեք լսում, դուք Լավրովի պլանից տեղյակ չեք։ Լավրովի պլանի խմբագրումներից դուք տեղյակ չեք։ Ինչ մեկ գյուղ, ինչ մեկ գյուղ։ Պարոն Եղոյան եւ պարոն Ֆարմանյան։ 5 գումարած 2 շրջանի մասիներ առանց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու եւ առանց դրա տեսանելի հեռանկարի։ Դուք դա չգիտեք։ Ղարաբաղում ապրող հայերն ուր են։ Ղարաբաղում ապրող հայերը Հայաստանում են, բայց իրադարձությունները պարոն Ֆարմանյան, չէ, դուք պատկերացնում եք, դուք ինչի տակ եք մտել։ Շատ լավ։ Իրադարձությունները պատմության մեջ, երբ որ ծիլը տնկում ես, Պատուղը տալիս է հետո։ Մեզ մի հարցում է տնկելուց հետո, որ այսինքն դու ղեկավարը գա իշխանության եւ ճիշտ անում ժողովուրդը մեղադրում է, բայց մի Հայաստան-Թուրքիա Կարող է իշխանությունը ճամփրուկով ձեր տնից էիք բերել, որ ասում եք թողել եք, չհասկացա։ Այսինքն ձեր մեղքերն է, որ դուք 2 անգամ ընտրություն եք կեղծել համապետական մասշտաբի։ Մարտի 1-ով ընտրություն եք, իշխանություն եք զավթել, հերիք չի։ Հիմա էլ սատարում եք ինչպես բացահայտվեց ահաբեկիչներին։ Ինչի մասին է խոսքը։ Մենք մեր քաղաքական
իրական իրադարձություններին դեռ կանդրադառնանք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ կարևոր է մի դիտարկում անել, որ մեր հեռուստադիտողները սխալ հետևություն չանեն։ Ոչ իմ վիզավի զրուցակիցը պարոն Արման Եղոյանը, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ այլ падգամավոր, ենթադրում եմ ոչ արտգործնախարարության որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա, գուցե ներառյալ արտաքին գործերի նախարարը, տեղյակ չեն եւ տեղյակ չեն եղել երբևէ ամենակարևոր հարցերում, այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի իրական մտադրություններին եւ իրական ձեռնարկված քայլերին։ Հետևաբար, այն որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ստիպված են տաղավարներում արդարացնել Նիկոլ Փաշինյանի որևէ գործողություն եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը միանում է մտեք ձեր եւ Սերժ Սարգսյանի հարաբերության հետ։ Դա ինքնին մենք Նիկոլ Փաշինյանի հետ որ այս մարտիկ որևէ կերպ տեղեկացված են, կարող է այս մարտիկ վաղը միսօր ստիպված լինեն հիմնավորել հակառակը։ Ամեն ինչ որ կա հրապարակային է։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ որ անում է հրապարակային է անում։ Բովանդակային առումով, այո, բովանդակային առումով, այո, իհարկե։ Այո, որովհետև ես գիտեմ թե իրականում ինչ է տեղի։ Վերադառնալով Ընդհանրապես կարևորագույն հարցերով, առավել եւս միջպետական հարցերով, այո, ոչ միայն ես, այլև ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր ֆրակցիան ամեն ինչի մասին տեղեկացվում է վարչապետի կողմից։ Վերադառնալով ես կրկնում եմ, մի շփոթել մեր հարաբերությունները, Նիկոլ, չէ, ասենք ես խնդրում եմ, այդ ձեր ժամանակվա այդ կոնսպիրոլոգիական, այդ բանի, էլի կուլիսային ինտրիգների այդ ժամանակները վերադառնալով արդյունքներին, այցի արդյունքները մենք արդեն ժամանակ ենք ասում։ Երկրորդ անգամ արդեն ձեր ժամանակները մարտի 1-ին 7 տարի իշխանության եք։ Մեր ժամանակների օլիգարխներին էլ բռնեիք դատեիք, թալանչիներին էլ բռնեիք դատեիք, մարտասպաններին էլ բռնեիք դատեիք, որ Փաշինյան Նիկոլը պարլամենտում նկարները ցույց տալով ժողովուրդ 7 տարի իշխանության եք։ Ուր են ձեր գործողությունները, ուր են այդ օլիգարխները, ուր են թալանչիները, ուր են մարտասպանները։ Դուք 7 տարի ժողովրդի նյարդերի խաղալով հիշեցնելով որ ժողովուրդի բարձրակետներն է, որ պետական պաշտոնը թողնելուց հետո հարյուրավոր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարների գույքը լսեք 7 տարի իշխանությունը մենք թեման փոխում ենք արդեն ժողովրդին այդ ձեր ասած թալանչի եւ այլն իշխանությունը պահելն է եւ ժողովուրդը դա հասկացել է իշխանությունը բռնազավթել եք դուք եւ կգա ժամանակը բոլոր փաստերը ձեր աչքերի առաջ կդրվեն մեկ ձայն կեղծվել Պարոն Ֆարմանյան եւ պարոն Եղոյան խնդրում եմ պահպանել բանը ինչպես իմացաք ձեր վերջին հոդվածից պարոն Ֆարմանյան դու գիտեք ոնց եք եկել իշխան դու որտեղից իմանաս դու 18 թվականի մայիսին որտեղ էիր կարող եմ ասել թե դուք որտեղ եք ես պարլամենտի խորհրդարան դուք անհանգստացած պարլամենտի միջանցքերում հարցնում էիք Կարեն Կարապետյանին թե ինչ պետք է անենք այս իրավիճակում եւ ինքը ձեզ հանգստացնում էր ինչպես դուք եք խոստովանում որ հիմա կզանգեմ Պուտինին Երևանում հիմա կզանգեմ հա փողոցում Պուտինին եւ ինքը հարցը կլուծի ահա դա այդ ձեր խոստովանանքը պարոն Եղոյան եւ պարոն Ֆարմանյան պահելու համար ձեր ընտրած վարչապետը պետքա զանգի օտար պետության ղեկավարին ձեր խոստով ու դուք էլ ասում եք սիրտս տեղն ընկավ հանգստացա որ որտեղ ես գիտեի որ ձեզ բերում են իշխանության որտեղ ես գիտեի որ Նիկոլին բերում են իշխանության ձերքով Լեռնային Ղարաբաղը մատաղ անելու համար ցավոք գիտեի Եվ չէի կարող Պարոն Ֆարմանյան եւ պարոն Եղոյան խնդրում եմ պահպանել բանավեճը դուք մանրամասն տեղեք եք բանակցային գործընթացից միակողմանիորեն լռում եք դուք գիտեիք թե ինչ պետքա տեղի ունենա այդ բանակցային գործընթացից հետո խնդրում եմ վերադառնալ մեր թեմային այսինքն ռումբը դրել եք ասում եք ժամացույցը դրել եմ եւ գիտեմ որ 5 րոպեից անպայթելու է մեծ ջութ արել այսինքն ռումբը դրել եք 5 րոպեի Պարոն Ֆարմանյան եւ պարոն Եղոյան այսօրվա մեր թեման Թուրքիա-Հայաստան հարաբերություններն են ես ուղղակի ստեղծում եմ ժամանակը սահմանափակ է ոչ ձեր ուղղակի մենք բովանդակային նյարդերը հանգստացել Լեռնային Ղարաբաղ
միջնորդների կողմից 94 թվականի հրադադարից ի վեր ներկայացված որևէ առաջարկում կամ որևէ բանավոր հայտարարություն, որևէ ստորակետ Ադրբեջանի միմյանց փոխարինած երկու տարբեր 3 նախագահների կողմից, հա? Մինչև Իլխամ Ալիև։ Խնդրում եմ, ցույց կտաք դուք կամ Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն կամ փաստաթուղթ, որտեղ կամ միջազգային հանրությունը կամ Ադրբեջանը պահանջեր, որ խնդրի լուծման արդյունքում Լեռնային Ղարաբաղում հայություն չմնար։ Հիշեցնեմ, որ դուք հանգել եք այդ արդյունքին։ Եթե ձևակերպումը մի օրինակ բերեք։ Մինսկի խմբի համանախագահության բոլոր առաջարկները ենթադրում էին, որ Լեռնային Ղարաբաղի շրջապատող 7 շրջանները հերվից են գալիս չեն քննարկվում, դրանց պատկանելիությունը ընդհանրապես չի քննարկվում եւ դրանք պետքա վերադարձվեն։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքին, ապա այդ հարցը թողնվում էր անորոշ ապագային։ Իսկ լուծումը, որևէ լուծում պետք է լիներ կողմերի համաձայնությամբ։ Շատ լավ։ Կողմերի համաձայնությամբ, այսինքն նաև Ադրբեջանի համաձայնությամբ, որևէ միջազգային կազմակերպություն կամ պետություն երբևիցե չի առաջարկել մի լուծում, որը կընդհանրեր Լեռնային Ղարաբաղի անկախություն ի հեճուկս Ադրբեջանի դիրքորոշման։ Թույլ կտաք Եվ որևէ մեկը զուգահեռաբար չի ճնշել Ադրբեջանին, այսինքն ճնշել ոչ թե այն իր հայտարարությունը, որ փակ դռների հետևում ինչ ճնշ, դա չէ, այլ ռեալ ճնշում, ոնց որ մի քանի անգամ եղել է այս վերջի տարիներին, անուններ չտան պետությունների, որ եղել է ռեալ ճնշում եւ պետությունները իսկապես ստացել են ռեալ գետնի վրա անկախություն ու ճանաչվել են բազմաթիվ պետությունների։ Սա է եղել։ Բարձա Մինսկի խմբի համանախագահողները հո ձեր ձևակերպումով չէին ասի, դա մոտ գործունի քաղաքական լեզու։ Եթե հիմա մենք այսօր բանավիճում ենք այստեղ, եթե Տիկին Ալագուլյանն ասի բանավեճը տեղի կունենա կողմերի համաձայնությամբ անորոշ ապագայում։ Եթե ինքը գիտի ի սկզբանե, որ ես համաձայն չեմ, ի սկզբանե եթե ինքը գիտի, չի ուզում ասի, որ տեղի չի ունենա, ասում է տեղի կունենա կողմերի համաձայնությամբ անորոշ ապագայում։ Թարգմանաբար երբեք հասկացա, թույլ տվեք նկատել, որ պարոն Եղոյանը վերջին մտքում որևէ չափազանցություն որոշ մանրուքներ համաց կապված վերջնական կարգավիճակի ճշտման ընթացակարգերի հետ դուք էլ շատ լավ գիտեք, որ այդ բանակցային գործընթացի արդեն խոսում ենք առանց նյարդերի հանգիստ։ Բանակցային գործընթացի Արման ջան ամբողջ տրամաբանությունը հանգում էր նրան եւ հայկական կողմի նպատակն էլ դա էր, որ վերջնական կարգավիճակի ճշգրտումը, ինչը դուք շատ գեղեցիկ ու ճիշտ նկարագրեցիք, փոխկապակցված լինի այդ ձեր նշած 7 շրջաններից երկուսի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանների Ադրբեջանի վերադարձի հետ։ Այսինքն պատկերավոր ասած, սա միջանկյալ դիտարկում է, որ Ադրբեջանը ես ես ուշադիր լսեցի, ես ուշադիր լսեցի, եթե համաձայն եք շարունակենք մեր զրույցը առանց նյարդերի։ Այսինքն հայկական կողմի նպատակադրումը դա էր։ Հետևաբար մնում էր ըստ այդ արդեն գոյություն չունեցող հնարավոր լուծման, որ Ադրբեջանը ինքը կամ պետք է անորոշ ձեր ասած ժամկետում շահագրգիռ լիներ լուծում տալու այդ հարցին կարգավիճակի կամ ձգձգեր փաստացի Լաչինի եւ Քելբաջարի շրջանների վերադարձ, բայց սա թողնենք Արման, իմ ասած պատերազմը բացեք թողնում։ Ոչ, հիմա իմ ասած հետեւյալն է, ով է պատերազմը կանխողը։ Ով է։ Հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրում։ Ոչ մի լուծում չի նախատեսել սա։ Այո, դուք կարող եք ասել մի բանակցությունը հարցական, երկրորդ բանակցությունը հեռանկարներում կարող է լինել այսպեսին, բայց դուք մի ավարտեմ էր Արման։ Սա համազգային ողբերգություն է, 60 տարի հետո ոչ դուք եք լինելու ոչ ես։ Ձեր գրանցածի արդյունքների հետ ապրելու է հայ ժողովուրդը։ Արցախի կորուստը բանակցային գործընթացի տրամաբանության շարունակության եւ տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխության հետևանքն է։ Նախ զրոյական չի, իմ սեփական կետից, դա մեկ, եւ երկրորդը իմ սեփական կետը սկսում է սեղանին թողնված թղթին վերաբերմունքից։
թղթի թողնված վերաբերմունքից։ 19 թվականին ինչ առաջարկություններ Այո, կայացան, ինչա մերժել։ Պարոն Ֆարմանյան եւ պարոն Նույնիսկ Եղոյան։ 16 թվականին, 16 թվականի Սերժ Սարգսյանը ինչի է մերժել։ Ներեցեք մեր Սերժ Սարգսյանը մերժել է, մի ստեք, մերժել է։ Սպասեք։ Ասել է հա կտանք ինչ շրջանները։ Փաշինյանի սազումը բացայցուտ խոսել է, ձեզ չէ։ Մի րոպե, Սերժ 16 Սարգսյանը թվականին Սերժ Սարգսյանը մերժել է կամ որևէ նախկին իշխանություն ներկայացված կարգավորման որևէ Սերժ առաջարկ Սարգսյանը համաձայնել է Լավրովի պլանին։ Ասել է համաձայնել ինչ շրջանները կտամ առանց կարգավիճակի ճշգրտման նման բան ա եղել։ Դուք շատ սեղմ ձևակերպեցիք, բայց դա որպես հիմք Հայաստանի իշխանությունները ընդունել են եւ բանակցել են մինչեւ բովանդակություն այնտեղ չկա, սեղմ ասեք թե լայն ասեք։ Կարգավիճակի իրավաբանական մշտակ։ Դա Պարոն Ֆարմանյան եւ անորոշ ապագայում, դուք անորոշ իրականում ապագայում անցնում եք թեման։ Ես հասկանում եմ, որ այստեղ բոլոր տեսակի թեմա։ Հիմա բոլորը միաբերա, ասում են ցույց տվեք 19 թվականին, նույն 16-ի տարբերակն է։ Միակողմանիորեն ստացնում են պարտավորություն չշարունակել այդ տոնով զրույցը, երկար կարող ենք բանել։ Ես ձեզ հանդիպում եմ առաջին անգամ, տեսել եմ ձեր կենսագրությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ դուք բավարար լավ կրթություն եք ստացել։ Խնդրում եմ հարգելով ձեր ստացած կրթությունը, սա դիտեք որպես լավախոսություն, չկրկնել բաներ, որոնք գուցե դուր կգան Նիկոլ Փաշինյանին, բայց կասկածի տակ կդնեն ձեր մասնագիտական արժանապատվությունը, շատ բարեկամաբար Ֆարմանյան Նիկոլ Փաշինյանի հետ չհամաձայնելու իմ հնարավորությունը 10 անգամ ավելի շատ է, քան ձեր չհամաձայնելու հավանականությունը Սերժ Սարգսյանի հետ։ Դուք ունենաք այդ հնարավորությունը գործով ապացուցելու։ Ուղղակի իմանաք, էլի մարդիկ էլ իմանան։ Սիրելի գործընկերներ, մենք հասկանում ենք, որ թեման շատ գայթակղիչ է եւ մենք բոլոր թեմաները իրար ենք կապում արդեն, բայց ժամանակը քիչ է եւ մեր թեման էլ հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերում։ Ի վերջո, այո, այս ամենը գուցե եւ կապված է դրա հետ, բայց որոնք էին արդյունքները այս այցի, որ տեղի ունեցան։ Դե սա մեկ քայլանի գործընթաց չի։ Հարաբերությունների կարգավորման մասին է գնում խոսքը, մի բան, որ բոլոր իշխանությունները ձգտել են անել, ընթացքը այստեղ գործընթացը արդեն իսկ շատ կարևոր է, ինչպես միջանձնային հարաբերություններ։ Գիտեք, երբ դուք մեկի հետ ձգտում եք հարաբերություններ կարգավորել, ասենք մեկ անգամ շփվեցիք, երկու անգամ շփվեցիք, չեն գալիս, ասում հա ինչ ասեց, ինչ խոսակցություն եղավ, վերջը նորմալ է ձեր հարաբերությունների հիմա։ Չէ, նորմալ չի, կարգավորված չի, բայց այդ չի նշանակում, որ որևէ քայլ մենք չպետք է անենք, այն էլ էս վիճակում։ Շրջափակված երկու կողմից հիմա այն մարդիկ կան, ասում են այդ թվում եւ ձեր շրջապատում ասում են չեկեք սահմանները չբացեք։ Կարծեք թե մենք ենք փակել այդ սահմանը։ Մեր դեմ կիրառված սանկցիան, ասում են եկեք ուժի մեջ թողնենք Հայաստանի դեմ կիրառված սանկցիան, դա նորմալ է։ Ձեր արձագանքն էլ եւ մենք անցնում ենք քաղաքացիների կարծիքին։ Եթե դուք կարծում եք, որ ձեր դիմաց նստած է մարդով չի հասկանում կամ այն քաղաքական մտածողության կրողը չի, որ Թուրքիայի ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևորագույն նախապայմաններ են Հայաստանի Հանրապետության որպես պետականություն հավերժությունը երաշխավորելու համար դուք կլինեիք սխալված։ Այս իմ աշխատությունը դրա մասին է մեծ հաշվով։ Հետևաբար այդ նպատակով է, որ Հայաստանի միմյանց հաջորդած բոլոր իշխանությունները Արման ջան ձգտել են հասնել այդ խնդրի լուծմանը։ Չի ստացվել որևէ մեկի մոտ, բայց ինչու՞մն է ձեր պատմական առանձնահատկություն։ Ես երազում եմ, Արման, ես երազում եմ։ Ինչ եք սպասի ավարտեմ։ Արման ջան, մենք պայմանավորվեցինք, չէ՞ որ արդեն իրար լսում ենք։ Ուզում եք։ Ես կետից սկսած կուզենաք, որ հաջողի։ Շատ եմ ուզում։ Ես ոնց կարող եմ ուզեմ, որ իմ պետության անվտանգությունը չերաշխավորվի։ Հայաստանի հետ առանձին հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար երբեք Քրիստինե ջան առաջնահերթություն չի եղել ցավոք։ Դա նշանակալիություն ունեցել է միայն ավելի լայն աշխարհակաղակական համատեքստում։ Երբ որ փլուզվեց խորհրդային միությունը, այդ համատեքստը խսումի փլուզման եւ նոր պետությունների կայացման, նաեւ Հայաստան-Ադրբեջան, այն աշխարհակաղակական սոուսն էր, որը Թուրքիային տալիս էր լրացուցիչ գրավչություն Հայաստանի հետ փորձելու հասնել կարգավորման։ Եվ դրա արդյունքը աշխարհակաղակական ավելի լայն համատեքստը։ Եվ դա է այն սոուսը, որ նախագահ Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում որոշակի նկատելի փորձեր արվեցին
որը չհանգեցրեց հարաբերությունների կարգավորման, բայց մեծ փորձեր արվեցին։ Ահավասիկ 2000-ականներին, երբ որ Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը Թայիպ Էրդողանի ղեկավարությամբ եկավ իշխանության, հիշեցնեմ, այդ ժամանակ 2005-ին մեկնարկեցին Եվրամիության անդամակցության բանակցությունները Թուրքիային, եւ ԵՄ անդամակցության այս համատեքստը լրացուցիչ գրավչություն էր տալիս Թուրքիային փորձելու կարգավորման հասել Հայաստանի հետ, եւ այդ ժամանակ էլ եղավ այդ երկրորդ, այսպես ասած, կիսափորձը։ Նույնը արդեն 2008 թվականին հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Սա ես ինչի եմ ասում, սա ես օգտակար խորհուրդ եմ տալիս։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա բացառապես շատ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում, թե ինչպիսին է այդ համատեքստը այսօր եւ ինչ հետին նպատակներ կարող է ունենալ Թուրքիան, օրինակ ես մեկը ձեզ ուշեմ, տարածաշրջանում սա կարևոր տարածաշրջանում փոխարինել Ռուսաստանին եւ այստեղ Թուրքիային մեղադրանք պետք չի ներկայացնել Թուրքիան մշտապես ձգտել է Կովկասյան տերության իր կարգավիճակը Այսինքն եթե ստեղծվի դες իրավիճակ որ Թուրքիան ձեր ասածով կարողանա կամ հայտ ներկայացնել Հայաստանն այն ուժը որ պիտի դիմադրի դրա այսինքն մենք պետք է դրա Հայաստանը մշտապես եղել է գործոն մշտապես բայց վերջին միտքը սավարտում է իրանք իրար մեջ հարցերի մենք սա շարունակենք ուղղված է մենք շարունակենք դա մենք դուք ամեն ինչի մեջ մեղադրանք եք տեսնում վերջին միտքը Սարման ջան հուշում էր ձեզ փնտրեք գտեք աշխարհաքաղաքական այն նպատակադրումը որը Թուրքիային տալու է, եթե տա հնարավորություն գնալ այդ կարգավորմանը։ Լսենք նաև քաղաքացիներին։ Երկիրը պետքա կարգավորվի նոր մնացած հարաբերությունները հարևանների հետ։ Ինձ թվում է կկարգավորվեն եւ պետք է կարգավորվեն։ Ես մենակ մի բան գիտեմ, որ թուրքը մնում է թուրք։ Եթե այսքան տարվա մեջ չենք կարողացել կարգավորել, շատ կուզեինք։ Էլի ինչ պետք է մենք իրանց տանք, որ դա կարգավորվի։ Որ լավատեսը լում լավալնում, որ վատ ուզենաս հանդատ վատը կլինի։ Ինչ կատարվում է մեր երկրում լավատես չէ։ Ես կարող եմ ավելին ասել, ավելի վախով եմ նայում այս ամեն ինչին։ Իրանք միշտ ուզեցել են Թուրան կազմակերպեն։ Եթե մենք հիմա թույլ տանք, որպեսզի սահման բացենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, նրանք ավելի են համրապտվելու։ Լավ կլինի, որ սահմանները բացվեն։ Փակ ճանապարհներ, փակ սահմաններ չլինեն, բայց ոչ մեր տերիտորիաների կամ անձեռնամխելիության հաշվին։ Արդեն մեր այրան մեջ նստած է, հա, որ չէ։ Վստահել չի կարելի, մեկը մի օր կխփեն մեր մեջքից։ Եթե ասենք սահմանը բացվի, դա մեր հայրենիքին համար օգուտ է։ Բայց կմնա մեկ հարց, որ ասենք ցեղասպանությունը ճուրանանք 100 տարի առաջ դիշնամեն հիմա արդեն մի քիչ տիկեր փոխվում է իրեն։ Եթե նույնիսկ կարգավորեն ինչ որ մի խորամանկ բան կունենան անպայման մեր դեմ, մենք պետք է միշտ զգուշ լինենք։ Աբրանքներ արդահանելու, աբրանքներ ներմուծելու դա օգուտ է մեր երկրին, չէ։ Այստեղ պետք է ամեն ինչ լինի երկու կողմանի։ Երկրի դիրքը ընդհանրապես պետք է մի քիչ վերև լինի, բարձր լինի, որպեսզի դու էլ կարողանաս քո պահանջները ներկայացնես։ Օրինակ վերցնել այլ պետություններից, որոնք փոքր են, բայց կարողանում են պաշտպանել իրենց պետությունները եւ ընկերություն անել մեր հարևան պետությունների հետ, ովքեր թշնամի են մեր թշնամիների հետ։ Պարփակված ապրենք, արյան հեղեղներ սարքենք Ստամբուլում։ Պատրաստվենք դրան ուրեմն։ Տենց լավ է։ Ես ուզում եմ, որ մեր երկիրն էլ ամուր լինի իրեն բանակով եւ դիրքերով, որպեսզի մենք էլ կարողանանք խոսենք եւ մեզ լսեն։ Կգա ժամանակ կհաշտվեն երևի։ Դա շատ հեռավոր ապագայի գործ է։ Դա այդքան շուտ ստացող չի։ Հույս չի կարելի ունենալ, որ մի հանդիպումով կամ մի այցով կամ մի խոսքով պետք է կամ կարգավորվի կամ փչանա։ Ինչքան էլ մենք ասենք թուրքը գազանա, էսա, այնա, չգիտեմ ինչ, բայց աշխարհում ինչա կատարվում։ Ամեն վարքյան անկանխատեսելի է մեր կյանքը։ Հիմա էլ այնքան արագ քաղաքական հակասությունները զարգան, որ չես իմանա թե հետո ինչ կստացվի։ Կապրենք կտեսնենք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ մեր հանրային կարծիքը միշտ եղել է դրական, սա պետք է ֆիքսել։ Տարածված թյուր կարծիք կա, թե մեր հասարակությունը իբրև թե մերժում է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականon կարգավորման գաղափարը։ Դա այդպես չի։ Կարգավորման բոլոր նախկին փորձերի դեպքում էլ հիմա ես իմ ձեռքի տակ չունեմ տվյալներ, բայց վստահ եմ այսօր էլ հասարակության մեծամասնությունը գաղափարը համարում է ընդունելի։
Հասարակության ճնշող մեծամասնության մտահոգությունները վերաբերում են ոչ թե դրան, այլ վերաբերում են թե արդյոք այդ ճանապարհին, ինչպես նախկին փորձն է ցույց տալիս, մենք չենք գնա նոր ազգային նվաստացման, նոր զիջումների եւ այլն եւ այլն։ Այսինքն գաղափարը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման զիջումների։ Ես խնդրում եմ, այսինքն դուք հիմա կողմ եք, դուք ասում եք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ընդ որում մի հարց, որ մեր ժամանակ էլ ԱՄՆ-ն ճանաչեց, բազմաթիվ այլ պետ ու գործադիրի մակարդակով ԱՄՆ-ն ճանաչեց, ձեր ժամանակ չէր եղել։ Մեր ժամանակ եղավ։ Այսինքն դուք հիմա ասում եք, դուք հիմա ներկայանում եք որպես դասախոս, չէ՞։ Դասախոս չեմ, ես քաղաքացի եմ։ Որպես դասախոս դուք հիմա ինչ խորհուրդ եք տալիս ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակել պահել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Դուք դա կանեք, եթե լինեք իշխանություն։ Շատ կարևոր հարց է տալիս։ Ցեղասպանության խնդիրը կամ արտաքին քաղաքական օրակարգի որևէ այլ խնդիր առանձին վերցրած ինքնին ոչ մի բանի մասին է, եթե ամբողջական համապատկերի մեջ չի դիտվում այդ խնդիրը, ինչի նկատի ունեմ։ Արտաքին քաղաքականության նպատակը մեր պետության անվտանգության եւ ապահովումն է եւ բարգավաճման նպաստումը։ Հետեւաբար, եթե այլ հավասար պայմաններում մնացած բոլոր գործոնները արկա են, որոնք ուղղված են մեր պետության անվտանգության ապահովմանը, ձեր մեջ բերած կոնկրետ խնդիրը դիտարկելի է ըստ Թուրքիայի հետ ընթացիկ երկխոսությունից ու հեռանկարից։ Ես ինչի նկատի ունեմ։ Հիմա դուք քանդել եք Հայաստանի արման անվտանգության համակարգը Հայաստանի հիմա դուք քանդել եք։ Դուք ասում եք Հայաստանը հիմա բոբիկ վիճակում է եւ մենք մի նոր ճակատագրի եթե խորհուրդ եք ուզում, օր առաջ հեռացեք։ Դուք Պարոն Փարմանյան, մենք ձեզ լսեցինք։ Ժողովուրդը իր ծոցից առանց քաղաքական ինչ-որ կապ չունի որտեղից մի կառավարություն ձևավորի, այս երկրին բերի համերաշխություն, համախմբի Արման ջան, կառավարությունները ասելիք ծոցերից դուրս չեն գալիս, կառավարությունների իրավիճակից դուրս բերեք։ Պարոն Եղոյան, ձեր դուք քանդել եք Հայաստանի անվտանգության համակարգը։ Հայաստանի մասին խոսում են իրար չեն խոսում Հայաստանի հետ։ Հարգել այս նորմատը եւ հայ-թուրքական։ Եթե նկատի ունեք Հայաստանի անվտանգության համակարգ ասելով ՀԱՊԿ, ապա մենք ինչ ՀԱՊԿ։ Բա ինչ է նկատի ունեք։ Եթե նկատի ունեք ձեր չեք բերել դաշնակից, ձեր վերադառնալով հայ-թուրքական կոնտեքստ։ ՀԱՊԿ-ից, հələ Սերժ Սարգսյանն էր այն ժամանակ, եթե հիշում եք, բողոքում։ Այսինքն ինչ համակարգ են քանդել, եթե Ռուսաստանը ներկայացնել է իր հստակ դիրքորոշումը, ասել է, որ ու դա բազմիցս են ասել են, որ Ղարաբաղի հարցում մենք չկանք որպես անվտանգության երաշխավոր։ Մենք պաշտոնապես այդպես էին ասում, մենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքների հետ, հետո պարզվեց այդտեղ էլ իրանք մի քիչ այդպես սահմանները լավ չեն պատկերացնում կամ չգիտեն սահմանները, բայց Ղարաբաղի հարցում երբևէ Ռուսաստանը ասել է, որ ես Հայաստանի Հանրապետության մեջքին կանգնած եմ։ Դուք այդ հարցում եք տալիս, ինձ եք տալիս։ Հա, բան դա ասում եք քանդել եք համակարգը։ Այդ հարցը Նիկոլա Պուտինին որ գլուխը կա կողքը նստում է, ինձ եք տալիս։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում անվտանգություն շատ գլուխը կախ մեմեր ընդհանրապես այս համացանցում չկա, թարգեք հասկացանք, ասենք մենք չենք չափուստամա կա գլուխը կախը ո՞րն է, ասենք։ Մենք ինչ հարց քննարկում ենք, վերադառնում ենք նորից Կասպարի Facebook-ը խոսում է Սերժ Սարգսյանի գլուխը կախ վիճակից Կարեն Կարապետյանի կողք կանգնած ասում եք զանգեք Պուտինին տնանք ինչ ասում եք, էլ ասում եք գլուխը կախ, ձեր հույսն ու հավատը մնացել է զանգը օտար պետության ղեկավարին իշխանություն պահելու համար, ու այդ մասին հպարտորեն հոդված եք գրում։ Ասում եք գլուխը կախ։ Նիկոլ Փաշինյանը որպես ժողովրդի կողմից ընտրված մարդ գլուխը բարձր, գնում կանգնում է ժողովրդին ներկայացնում է եւ առաջ է տանում մեր պետության շահերը, այն ծավալով, ինչ ծավալով, որ մեր պետության թափը կարաների։ Այս կամ այն միջավայրում։ Մեր պետության թափը շատ է ներում, ձեր մոտ չի ստացվում, բայց նայեք մեր պետության թափը ներում է, այսօր պատերազմ է, Հայաստանի 4 կողմը պատերազմ է։ Իսկ Հայաստանում խաղաղությունը այդքան է ներում։ Մեծ թափը ինչա՞ն է Հայաստանում խաղաղությունը։ Արտաքին այդ մարտահրավերները դուք չեք տեսնում, այդ վտանգը։ Իսկ դա կառավարումը չեք տեսնում։ Իսկ դա կառավարումը չեք տեսնում։ Ասում եք եթե անվտանգության համակարգը լինի, լսեք ինչ է, էլի միտքը։ Ասում եթե լինի համակարգը, այսինքն եթե մի հատ երաշխավոր լինի կողքից, մտածենք ցեղասպանության հարցը նույնիսկ միջազգային արտակ տանենք։ Այսինքն մեկը մեջներից կանգնի, մենք էլի կանգնենք
բանի գետի այս կողմից էլի կանգնեն ձեր տեսակետները հասկանալի է։ Հիմա մենք շատ արագ պետք է ավարտենք Ռուսաստանին ուղված բոլոր հարցերը, որոնք կան եւ գոյության իրավունք ունեն, դուք ոչ թե պետքա տաղավարում ուղեք ինձ, ես Ռուսաստանի ոչ փաստաբանն եմ, ոչ քաղաքացին եմ, ես իմ երկրի պատրիոտն եմ, բացառապես, այլ այդ հարցերը ձեր ղեկավար Հայաստանի Հանրապետության այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետքա ուղի Ռուսաստանի նախագահ Պուտինին բոլոր հանդիպումների ժամանակ։ Սա մեկ։ Հարցերը ուղղվել են, բազմաթիվ հարցեր լուծվել են, բազմաթիվներ մնացել են։ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում Ռուսաստանի հետ, որ չէ կարելի երազել նման հարցեր լուծելու վերաբերյալ։ Այո։ Պատմական աննախադեպ պատմական աննախադեպ։ Ի վերջո մեր ակնկալիքը որն է եւ ինչ ենք այս պահին գոնե առաջիկա 1-2 տարվա ընթացքում կտրվածքով ցանկանում։ Ընդհանրապես մեր ակնկալիքն այն է, որ հարաբերությունները կկարգավորվեն։ Մեր ակնկալիքն այն է, որ տեղի կունենա շատ զգուշավոր, ես կասեի, բայց կա, այո, ավելի շատ կա, քան կա սրանից տարիներ առաջ եւ մենք պիտի շարունակենք քայլել այդ ճանապարհով։ Այո, ընդհանրապես բոլոր հարևանների հետ մենք պիտի նորմալ կարգավորված հարաբերություններ ունենանք, այլ ճանապարհ ինչ են առաջարկում։ Անդիմախոսները ինչ են առաջարկում։ Ինչն է դրա հիմքը տալիս։ Անդիմախոսներին դեռ թողնենք։ Ինչն է դրա հիմքը տալիս, որ առավել զգուշավոր, բայց կայ լավատեսությունները։ Ընթացող բանակցությունները։ Այո, բայց զգուշավոր, կրկնում եմ, զգուշավոր լավատեսություն կարող ենք ունենալ առնվազն այն առումով, որ Թուրքիան մեր տպավորությամբ այս փուլում շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ։ Սա արդեն իսկ լավ է Հայաստանի համար, սրանից ավելի ինչ ստացվի ձեռք բերել, էլ ավելի լավ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես Ադրբեջանի հետ, դա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, ստեղ վիճելու խնդիր ընդհանրապես գոյություն չունի։ Ովքեր ասում են հակառակը, ուղղակի անպատասխանատու վերաբերմունք ունեն պետական իշխանությանը եւ պետության ընդհանրապես։ Սակայն կա մի այսպիսի նրբերանգ, որի վրա ես կուզեմ հրավիրել մեր բոլորի, նաեւ հեռուստադիտողների ուշադրությունը։ Թուրքիան 90-ականներից սկսած Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործում միշտ ձգտել է տետ-ա-տետ երկխոսության, այսինքն առաջարկել է երկուսով խոսակցություն։ Եվ դրա նպատակը բացարձակ այն չի, ինչ երբեմն իրենք ասում են, որպեսզի մենք զերծ պահենք արտաքին միջամտությունից, ազդեցությունից, եւ ըստ այդմ նաեւ օբյեկտիվորեն ստեղ ճշմարտության հատիկել կա իրենց սեփական օրակարգի պարտադրանքից։ Սա ճշմարտություն է, բայց ստեղ կա նաեւ հակառակ անգամանքը, եթե չկան բավարար եւ գործուն երաշխիքներ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման, առաջանում են Քրիստինե ջան շատ մեծ հարցեր ու մտահոգություններ, զուտ հաշվի առնելով, որ մենք որպես պետություն այն ազդեցությունը չունենք, որ կարողանանք ինչ որ քայլերով ստիպել Թուրքիային հարգել, ես ձեզ չէի ընդհատում, էլի Արման ջան, երկկողմ պայմանավորվածություններ։ Այդ թվացial տրիվիալ հարցը երրորդ երկրի դիվանագիտական անձնագիրներ ունեցող քաղաքացիների մուտքի անխափան երթևեկություն Հայաստան-Թուրքիա սահմանով չիրագործումը նաև դրանով է պայմանավորված։ Տեսեք, այստեղ կարող են հակընդդեմ կարծիք հնչել, իսկ դուք ինչի նկատի ունեք, այդ ովքեր են երաշխավորների նկատի ունենալով Ռուսաստանին բացարձակ Ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ընթանում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Կլինտոնի անձնական երաշխավորությամբ։ Եվ դա կարևորագույն գործոն է, թեև Թուրքիայի պարագայում ոչ վճռորոշ, բայց կարևորագույն գործոն է ստիպելու Թուրքիային լրջությամբ վերաբերել սեփական հանձնառությունը։ Եթե մենք գնում ենք, այսպես ասած, Թուրքիայի հետ առանց միջազգային երաշխիքների երկկողմ, այսպես ասած, ձևաչափով հարաբերությունների կարգավորման, փաստացի արդյունքը ստացվել են ինչ որ ասել, ես սրտի մեծ կսկիծով եմ արձանագրում 90-ականներից սկսած Թուրքիայի կողմից առաջ քաշված բոլոր նախապայմանները, Ղարաբաղ, սահմանի ճանաչում, ցեղասպանություն, հիմա արդեն ազգային ինստիտուտների կազմակերպում եւ այլն կյանքի է կոչվել, բայց ամբողջ խնդրեմը կայանում է նրանում, որ դրանով գնացեք
18 թվականին ձեզ բերում էր իշխանության իրանց հետ խոսեք։ Խնդրում եմ, ինձ բան չասեք արվում։ խնդրում եմ մի անձնավորից այդ Հեծի աշխատողների միցիններով եկել են իշխանության։ մի վարյան։ Այս երկրում ինչ լինում չի լինում։ Ով ինչ-որ բան է համաձայն, չի ասում այս թուրքերի պահանջն է։ Հիմա ինչ հարց, հեծի հարց բարձրացնենք, ասեն այդ ուզում են թուրքերի։ Ես վերջին բանը միսը մի ուրիշ հարց բարձրացնենք, ասեն այդ Թուրքիա վերադառնալով կապված հերանեկարների առումով։ Ես սրտի մեծ ցավով հիմա արձանագրում եմ իմ տեսակետը եւ տա Աստված ես սխալվեմ։ Հայաստանի գործող իշխանությունները մեր ժողովրդին մոտավորապես ասում են հետեւյալը. Ես արդեն տարիքն առաջ աղջիկ եմ, ուզում եմ ամուսնանամ։ Ժողովուրդը նայում է եւ դրական է վերաբերում այդ կարծիքին։ Ասում է իհարկե ճիշտ է ամուսնանալը։ Եվ ամուսնանալու որպես ճանապարհ մեր իշխանությունները գնում մտնում են մի անառականոց այն հույսով, որ հաճախորդներից մեկը կսիրահարվի եւ կամուսնանա իր հետ։ Կներեք, սա սրտի կսկիծով եմ ասում, չեն ամուսնանալու, օգտագործելու են մեզ, այս դեպքում մեր երկիրը եւ արդյունքում դուք ունենալու եք զրոյական։ Դուք Հայաստանը տանում եք վիրավորական չի։ Ինչ է վիրավորական։ Եթե դուք Դուք Հայաստանն եք դրել այդ վիճակում։ Դուք Հայաստանը վիճակում եք դրել։ Չի պետությունները համեմատեն ցավոք է տեցած տարիքն առած կնոջ հետ, սկսենք կտեղից, դա վիրավորական ընդհանրապես կանանց համար, սկսենք կտեղից։ Երկրորդը, ինչ աշոտ։ Հերոստատիտողները հասկացան ես ինչի նկատի եմ։ Հերոստատիտողները հասկացան եւ իրենց գնահատականը թող տան։ Երկրորդն միջազգային հանրության մեջ այդ ո՞րն է անառականոցը, այսինքն ում հետ հարաբերություն, ո՞րն է անառականոցը։ Ո՞րն է անառականոցը։ Հասկացաք իմ միտքը։ Չէ։ Սիրելի գործընկերներ։ Այն պետություններն են, որը քան է շրջապատում, այն ամենամեծ աշխարհում։ Այդ պետությունների հետ պետք է խոսանք անառական։ Ուզում եք ասեք կար մի, թե ձեր ասածն է որ մի լավ փեսացու կար մերժել են, գնացել են բան։ Դուք մերժել, դուք ոչ մեկին չեք մերժել։ Ինձ տարակ ձեր սեքսիստական դիսկուրսի մեջ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբել է իբր ինքը հակառուսական քաղաքականություն է վարում, դուք իբր դուք ոչ մի ուղղությամբ ինչ ասել հակառակն եք, միշտ հանգել։ Ասել եք Արցախը Հայաստան է, կորցրել եք Արցախը։ Դուք ասում եք Թուրքիայի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, ավարտելու եք երկու ուղղությամբ էլ ձախողմամբ։ Դուք ասում եք Ռուսաստանի հետ մենք ինքնիշխանություն ավարտելու ենք ինքնիշխանության նվազմամբ։ Ինչ հայտարարում եք, հանգում եք դրա ճիշտ հակառակ արդյունքին։ Դա է փորձը։ Սերսալքսյանի սկսած պրոցեսը հաջողություն ունեցել չենք իմացել։ Պարոն Եղոյան եւ պարոն կարգավորվեցին։ Այդ ժամանակահատվածը բավարար չէ բոլոր հարցերը քննարկելու համար։ Մեկ նախագահության Թուրքիան մի րոպե որ ինչ արեց 2011 թվականից մինչև 2018 թվականը 7 տարի Թուրքիան որևէ գործում մասնակցություն ազդեցություն ունեցել Ղարաբաղյան process-ի վրա, Արման, դա հաջողություն չէր։ Բա դա միջազգային հանրության համախոհության արդյունք չէ։ Հրապարակայինը ո՞րն է։ Այսինքն հայտարարություն տարածելը նկատի ունի։ 7 տարի հայտարարություն չի տարածել, բայց բանակների ներդաշնակեցում ռազմական օգնություն չի եղել Ադրբեջանին։ Եկեք իշխանության արին հակառակը։ Այդ ո՞նց եղավ։ Խղճում էին Հայաստանին, ասում են չի եղել։ 20 թվականի սկզբին չի եղել։ Դա ի՞նչ կապ ունի։ Դուք չեք հասկանում։ Դուք ինչ եք իրար հաջորդող գործողությունները դնում պատճառահետևանքային կապի մեջ։ Ոչ բոլոր իրար հաջորդող գործողություններն են, որ պատճառահետևանքային կապի մեջ են։ Միջազգային համախոհություն, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, եթե մենք խոսում ենք օրինակ 5 փուլերի մասին, եւ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կարգավորումը չզուգակցվող գործընթացն է։ Դուք գիտեք, չէ՞ այդ մասին։ Եվ բազմաթիվ հայտարարություններ կան։ Եվ նաև ժողովի վավերացումից հետ եք հաշել Սարգիս Սարգսյանը, ճիշտ է։ Այո, ինչու։ Չէ, բայց դուք ասում եք, դուք այնպես եք ասում, կարծեք մենք այդ process-ը տապալել։ Մենք որ եկանք այդ արձանագրությունները հետ քաշված էին արդեն իսկ ազգային ժողովից։ Այսինքն process-ը տապալվել է։ Նախապայմաններ էր առաջադրում Ղարաբաղի հետ կապված։ Հիմա դուք Ղարաբաղը կորցրել եք։ Դուք Ղարաբաղը կորցրել եք։ Երաշխավորները մեր մեջին կանգնած էին։ Ո՞ր մնացին երաշխավորները։ 7 տարի այդ երաշխավորները չէին տեսնում, որ նախապայման կա։ Նման ազգային նվաստացմամբ եւ անհատակ կոմպրոմիսներով եւ Ղարաբաղ եւ այսինքն Ադրբեջանի ուղղությամբ եւ Թուրքիայի իրականության մեջ Փաշինյանի կառավարությունը մեր հանրության մոտ խորացնում է
ուժեղացնում է, բյուրեղացնում է հակառակ տրամադրությունները, որը գալիք ժամանակներում լինելու է խոչընդոտ ապագա իշխանությունների համար, այս երկու կարևոր խնդիրների լուծման համար։ Իմ վերջին խոսքը դա էր։ Պարոն Եղոյան, ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Հեռուստադիտողը իմ խոսքերից թող հիշի, որ երբեք ու երբեք չի կարելի թույլ տալ նման ուժերին, այլևս ոչ միայն իշխանության գալ, այլև վերադառնալ նույնիսկ խորհրդարան մի բան, որ իրենց հաջողվեց զուտօրենսդրական կարգավորման շնորհիվ, նույնիսկ շեմը չհաղթահարելու շնորհիվ, նման ուժերի, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, որոնք քաջալերում են ահաբեկչությունը, որոնք պլաններ են կազմում, քաղաքում քաոս, պայթյուններ, հրդեհներ կազմակերպելու, տրանսպորտային միջոցների բախումներ կազմակերպելու եւ դա այո, ես կազմակերպել եմ, դուք քաջալերում եք իրանց։ Ես։ Թե չեք ասել։ Բա ո՞ւր են ձեր իրավաբանները, եթե ես քաջալերում եմ։ Ինչ եմ ստանում։ Ասեք, լսել եք այդ ձայնագրությունները, ասեք չեմ քաջալերում, ասեք։ Ժողովուրդը ընդդիմությանը մեղադրում է մի բանում։ Ասում ով եք դուք, որ այս բանից հետո սրանց չեք կարողանում հեռացնել իշխանությունից։ Մարդկանց հետ շփվեք, ձեզ կասեմ ձևակերպումը, դուք էլ ասում եք պատմաբան եմ, քաղաքագետ եմ, այդ ինչ անշատում։ Ով եք դուք, ոչ եք հեռացնում, իշխանությունը հեռացնողը ժողովուրդն է։ Դուք ո՞նց պետք է, դուք Սամվել Ֆարմանյանը ո՞նց կա իշխանություն հեռացնի։ Սամվել Ֆարմանյանը պետք է զբաղվի քաղաքականությամբ, գնա ընտրության, ձայն հավաքի ահաբեկչությամբ։ Ես ահաբեկչություն։ Ասեք որ դատապարտում եք։ Բայց ինչի՞ չեք ասում, եկեք արձանագրենք, որ Սամվել Ֆարմանյանը արձանագրենք, դատապարտում։ Այսօրվա հրապարակված ձայնագրությունների մեջ հնչած ձևակերպումները չի դատապարտում։ Ես դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից հակաժողովրդավարական բոլոր եղանակներով ընդդիմախոսներին ձերբակալելու, իբրև թե վախեցնելու ձեռագիրը, որը ավարտվելու է իր իշխանաձեռնման։ Այդ ձայնագրությունները իսկական են թե չէ։ Ես փորձագետ եմ, թե չէ։ Ասեք, եթե իսկական են, դատապարտում ես ենք։ ինչ իմանամ, դա իսկական է, իսկական չի։ Ասեք, բովանդակությունը հետևյալն է, Նիկոլին հեռացնել իշխանություն, ժողովրդի 55% ասում է արեք։ Վերջ, իմ զրուցակիցներն էին։ Սամվել Ֆարմանյանը չդատապարտեց այսօրվա բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած ձայնագրություններում հնչած իշխանության բռնազավթման կոչերը, պլանները։ Շնորհակալություն պարոն Բաղդադ Գալստանյան։ Իմ զրուցակիցներն էին, հարգելի հեռուստադիտողներ։ Քաղաքում պետքա պայթյուններ, հրդեհներ։ Պետք չի ասել իշխանապողության։ Պարոն Ֆարմանյան, պարոն Եղոյան, շնորհակալություն այսօրվա քննարկման համար, այդ բուրըն քննարկման համար, որտեղ իրականում երկու կողմերն են հատեցին սահմանները, իրականում քննարկման ես փոխանցել եմ մեր ժողովրդի էմոցիաների Դուք ժողովրդի մանդատ ունեք։ Դուք սկզբից նույնիսկ վախեցաք որպես նախկին падգամավոր ներկայանալ հրկայական։ Դուք չեք թողնում, որ ես ավարտեմ հաղորդումը։ Որպես գոնե նախկին դուք ինչ մանդատ ունեք ժողովրդի։ Այստեղ ես իրավունք ունեմ որպես ժողովրդի ներկայացուցիչ, այսօրվա իմ կարգավիճակով, ես իրավունք ունեմ, միած չասեցի ժողովուրդը, ասես ժողովուրդն է։ Մարդիկ էլ ամերիկյան համալսարանի դասախոսը նստելու ասում է ժողովրդի անունից, ժողովուրդը որն է։ Այն ժողովուրդը, որի Բաղդադ Գալստյանը անասուն ու էշ էր անվանում իր ձայնագրության մեջ, այդ ժողովրդի մասին եք ասում։ Որը շատ շուտով ձեզ կուղարկի ճիշտ հասեյով։ Շնորհակալություն այսօրվա քննարկման համար։ Իմ զրուցակիցներն էին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Սամվել Ֆարմանյանը։